ժողովուրդ, հույս չունեք կապված մի արդարադատության հետ, որը մի երկրում է, որի ղեկավարը ասում է, խի այս երկրում կա այդպիսի դատավոր, որ կարող է իմաստացը չանի, սա պարզապես ապշել կարելի է, թե ինչպես են այդ երկրի իշխանավորները համարձակվում դրանից հտեղ խոսել ժողովրդավարությունից, որևէ այլ երկրում չի կարող նման բան լինել և այդ երկրի ղեկավարը շարունակի իշխել։ Էլ չենք խոսում այլ հարցերից, այլ բարոյական բոլոր գծերը հատելուց, հայրենիքից սկսած վերջացրած մեր արժեհամակարգով։ Տեսեք ովքեր են ազատության մեջ, խղի կնոջը, Ռայեսի ենթարկածը շարունակում է լինել ազատության մեջ, իսկ Սամվել Կարապետյանին դատում են հայրենասեր լինելու համար, սրբազանները դատվում են հայրենասեր լինելու համար, նզովյալ եք դուք բոլորդ, ովքեր դատում եք նրան, նզովյալ եք, ինչպես հայտարարել են մեր սրբազանը։ Եթե թողն է, մի փոքր արժանապատվություն ունենային, մի փոքր խիղճ ունենային և վախ Աստծուց, ոչ թե իշխանավորից, ապա դուք կշարժվեք միայն օրենքի շրջանակներում, միայն օրենքով, միայն օրենքի տարին համապատասխան, իսկ եթե այսպես լիներ, որևէ մեզ այսպես չի կարծացում, որ այս բոլոր խաղաղտասյաները կլինեին ազատության մեջ, և կհավելեի նաև, որ Սամվել Կարապետյանը ոչ միայն խաղաղտասյան է, այլև խղճի բանտարկյան, որովհետև հենց մաքուր իր արդարության պայքարի համար են ազատվում, մի բանի համար, որը որ օրենքով որևէ ձևով չի կարող դատվել։ Հենց այդ պատճառով ենք մենք այստեղ, հայտնելու, որ մենք հաշ չենք այս ամենի հետ, որ այսօր Հայաստանում բռնապետություն է, վախի մթնոլորտ է, մենք սա այս բոլոր գաղափարները կոտրելու համար ենք այստեղ։ Եվ այն մարդիկ, ովքեր որ մտածում են, որ գոնե մի փոքր հույս կարող է լինել, մենք իրենց հետ ենք, մենք նույնպես այդ հույսը առաստված է, ոչ թե առ այս դատական համակարգը, իսկ այն ձևական դատավարությունները, որ կարող եք մեղավորներին կանավորել, հետո մի քանի օր հետո ազատ արձակել, մենք չենք հավատում այդ ֆարսերին, չենք հավատում և դրա համար էլ այստեղ ենք։ Ազատություն Սամվել Կարապետյանին! Ազատություն!